Այսօր դեկտեմբերի 8-ին ժամը 12:00 Սարյանի արձանի մոտից մեկնարկեց Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա և հանուն Հայաստանի երիտասարդական շարժման կողմից կազմակերպված բողոքի երթը, որի մասնակից շուրջ 1000 երիտասարդները քայլեցին մինչև Հունաստանի դեսպանատուն։ Երթը բողոքի ակցիա է ուղղված ընդդեմ Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում նախատեսվող իրադարձությունների։ Սալոնիկի նորընտիր քաղաքապետ Իոաննիս Բուտարիսը հայտարարել է, որ մտադիր է քաղաքի հրապարակներից մեկում երիտթուրքերին նվիրված հուշարձան կառուցել։ Մեր ցանկությունը եւ պահանջը հորդորը այն է, որպեսզի Հունաստանը չգնա այդ քայլին, որովհետև դա սխալ է եւ դեմ է իր քաղաքականությանը, իր քաղաքական վիճակին եւ իր ստատուսին։ Եվ քանի որ Թուրքիան նաեւ մեղադրվում է Հունաստանի դեմ ցեղասպանության գործում։ Մինչդեռ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիայիսը վերջերս արել է հետևյալ հայտարարությունը, որ թուրք ժողովրդից տուժել են եւ հայերը եւ հույները։ Երիտասարդների պահանջը, որն ունի բարոյական եւ պատմական հիմքեր, կայանում է նրանում, որ մեծ եղեռն ճանաչած պետությունում չպետք է լինի քաղաքապետ, ով կարող է անարգել սեփական եւ բարեկամ ժողովուրդների ցավալի անցյալը։ Մենք պարտավորված ենք հանդես գալ Իդեմս Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում նախատեսվող իրադարձությունների։ Զելեմաներից տեղեկացել ենք, որ Սալոնիկի նորընտիր քաղաքապետը Իոաննիս Բուտարիսը հայտարարել է, որ մտադիր է քաղաքի հրապարակներից մեկում երիտթուրքերին նվիրված հուշարձան կառուցել։ Իր որոշումը քաղաքապետը հիմնավորում է այն փաստով, որ երիտթուրքերի միասնություն եւ առաջընթաց կուսակցությունը ստեղծվել է Սալոնիկում, իսկ այդ կուսակցության ղեկավար Թալիաթ Փաշան, որը հանդիսանում է ոճրագործը հայ մեծ եղեռնի եւ 1.5 միլիոն հայերի սպանության, ապրել է հենց այդ քաղաքում։ Ակցիայի ավարտին երիտասարդներն իրենց բողոքը բաց նամակի ձևով ներկայացրեցին դեսպանատան ներկայացուցիչներին։ Անի Մարկոսյան, Ավետիս Տավյան, Սլաքեմ։